Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես շարունակում եմ հեռավար կապով իմ հարցազրույցները եւ այժմ հարցազրույցի եմ հրավիրել տնտեսագետ Ռոլանդ Մարտիրոսյանին։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հարցազրույցի հրավերս ընդունելու համար։ Ես եմ ձեզանից շնորհակալ։ Եվ ուրեմն կարող ենք ասել, որ այս տարվանով 2025-ով ավարտվում է նաև այս իշխանության ղեկավարման 5 տարին եւ 2026-ով մենք ընդառաջ ենք գնում նախընտրական նոր տարու եւ պետք է դա նշանակում է ամփոփենք, թե ինչ կատարեց ՔՊ-ական այս իշխանությունը 5 տարիների ընթացքում, մասնավորաբար նաև վերջի տարիներին, ինչ խոստումներ տվեց պարոն Մարտիրոսյան, որոնք այդպես էլ մնացին որպես խոստումներ, այսինքն խոստումներ, որոնք հնչեցին, բայց չկատարվեցին։ Կարծում եմ դուք որոշ այսպես բաներ կունենաք արդեն ամրագրած եւ որոնց շուրջ էլ մենք հիմա կխոսենք։ Եվ ուրեմն, ինչ խոստումներ հնչեցրեց սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվելիք այս իշխանության կողմից հնչեցվեցին, բայց չկատարվեցին։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալ եմ շատ ճիշտ հարցադրման համար։ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը 2021 թվականի իր նախընտրական կառավարության ծրագրով հստակ խոստումներ էր տրված։ Առաջինը ես կուզեի անդրադառնալ, որ ինձ համար բավականին ցավագին է, որ վերադարձելու ենք Շուշին, վերադարձելու ենք Հադրութը, Արցախի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվելու է եւ այսպես բազմաթիվ խոստումներ Արցախի հետ կապված եւ մենք տեսանք, որ Արցախը հայաթափվեց, Ռուսաստանի խաղաղապահ զորքերը դուրս եկան եւ ոչ միայն Արցախը հայաթափվեց բոլոր ժամանակների հայկական լինելով, այլ նաեւ ունենք Ադրբեջանում դեռ անհետ կորածներ, որոնք իմ կարծիքով իրական ոչ թե անհետ կորածներն, այլ պարզապես ռազմագերիներ են։ Ունենք Արցախում Ադրբեջանի բանտերում Արցախի ռազմաքաղաքական էլիտան, որը դատական պրոցեսով է ընթանում եւ դա մեր ամոթն է։ Իսկ ինչ վերաբերվում է տնտեսական առումով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոստացել էր բազմաթիվ տնտեսական ծրագրեր իրականացնել, օտարերկրյա ներդրումները ավելացնենք, ներքին ներդրումները ավելացնենք, վերահսկելի լինի կառավարության արտաքին եւ ներքին պարտքը, ազգաբնակչության կենսամակարդակը բարձրացնենք, նպաստառուների թվաքանակը նվազեցնենք, թոշակառուներին արժանապատիվ կյանք էին խոստանում, բազմաթիվ խոստումներ են տվել, որպեսզի ես հատիկ առ հատիկ չանդրադառնամ, դրա համար բազմաթիվ եթերային ժամեր են մեզ հարկավոր լինելու։ Ընդհանուր կարող եմ ասել հետեւյալ պատկերը։ Այսօր 25 թվականն է, այո, մնացել է 1 օր, որ 25 թվականը թվափոխենք 26 թվական։ Կառավարության խոստումներից գրեթե որևիցե մեկը իրականություն չի դարձել զուտային պարզ պատճառով, որտեղ այսօրվա կառավարությունը չունի այն կադրային որակական քաղաքականությունը, որպես կառավարության ապարատ եւ ազգային ժողով, որ կարողանան իրապես այնպիսի քաղաքականություն իրականացնել արտաքին եւ ներքին, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը զարգանա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսամակարդակը բարձրանա, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը ավելի բարեկեցիկ կյանքով ապրի եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը իր դերն ու նշանակությունը բարձրացնի տարածաշրջանում։ Միայն այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքը 25 թվականը թվափոխում են 26 թվական, արդեն իսկ 14 միլիարդ դոլարը գերազանցել է, դա խոսում է այն պարզ բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարողանում այնպիսի տնտեսական մոդել մշակի, որ կարողանա մեր տնտեսությունը ֆունկցիոնալ զարգացվածության նոր աստիճան բարձրացնել։ Դրա վառ օրինակը կարող եմ բերել միայն այս ընթացիկ տարվա պետական բյուջեի կառուցվածքը արդեն ամեն ինչ խոսում է։ Պետական բյուջեի կառուցվածքով 25 թվականի 2 միլիարդ 2 տրիլիոն 837 միլիարդ պետք է լիներ հարկերի հավաքագրումը եւ 3 տրիլիոն 441 միլիարդ դոլար դրամ պետք է լիներ Հայաստանի Հանրապետության այս տարվա ծախսայինը եւ 604 միլիարդ դրամ պետք է լիներ պետական բյուջեի դեֆիցիտը։ Եվ միայն 604 միլիարդ դոլար պետական բյուջեի դեֆիցիտը, որ բաժանենք տարվա 365 օրերի վրա, յուրաքանչյուր օրը կառավարության պարտքը ավելանում է 1 միլիարդ 655 միլիոն դրամով, որը չի կարող բացասական չանդրադառնալ ազգաբնակչության գնողունակության վրա, որովհետև յուրաքանչյուր ասուր ազգաբնակչություն ձեռք է բերում ապրանքներ եւ օգտվում է ծառայությունից։ Եվ այս պետական
պարտքը կառավարության, որը ծանրացել է եւ ահագնացող է դարձել եւ անվերահսկելիությունից իմ կարծիքով դուրս է եկել, սա այս կառավարության ապիկար տնտեսական քաղաքականության արդյունքն է։ Եվ 2026 թվականի պետական բյուջեն նույնպես մխիթարական չէ, որովհետեւ միայն եկամտային մասը լինելով 391 միլիարդ դրամ եւ ծախսայինը 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ եւ պետական բյուջեի դեֆիցիտը 2026 թվականի 537 միլիարդ դրամ նշանակում է, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքը եւս յուրաքանչյուր աստծո ավելանալու է 1 միլիարդ 472 միլիոն դրամով եւ դա նույնպես բացասական է անդրադառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսամակարդակի վրա, որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հարգելի Տիկին Սիմոնյան, ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվություն կա, տնտեսական աճ կա, տնտեսական զարգացվածություն կա, ես այն չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ նրանց կենցաղավարության մեջ, որովհետեւ թոշակառուները շարունակում են ապրել բավականին համեստ թոշակ ստանալով, համեստ կյանքով եւ դժգոհում են կառավարության վարած քաղաքականությունից, ինչպես նաեւ առհասարակ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ճշտող մեծամասնությունը դժգոհ է այս իշխանություններից, դժգոհ է այս իշխանության վարած քաղաքականությունից, նամանավանդ տնտեսական քաղաքականությունից, որքան էլ որ ղազախական հացահատիկի հետ կապված, ադրբեջանական նավթամթերքի հետ կապված, որ Հայաստանի Հանրապետությունը ներմուծեց, եւ դրանով անվանակոչելով, որ Հայաստանը գնում է խաղաղության տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանը, դա քաղաքական PR է 2026 թվականի ընտրությունների հետ են կապված։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ 2026 թվականին ավելի վատ կանխատեսումներով տարի է լինելու Հայաստանի Հանրապետության համար, քան այս ընթացիկ տարին, որը իր ավարտի շեմին է, որովհետև 2026 թվականին մենք ունենալու ենք էլ ավելի պետական արտաքին եւ ներքին պարտքի ավելացում, 2026 թվականը մենք թեւափոխում ենք նախընտրական տարի, որը իր բացասական հետևանքներն է թողելու նաեւ տնտեսության վրա, առավել եւս, եթե այս իշխանությունները վերընտրվեն, վստահեցնում ձեզ, Հայաստանի Հանրապետությունը չունի այն մարդկային, տնտեսական, ֆինանսական ռեսուրսը, որ կարողանա եւս 5 տարի այսօրվա իշխանությունների իշխանավարության տակ իր գոյությունը պահպանել։ Հետևաբար ես կոչ կանեմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, որ 2026 թվականին գտնվեն ավելի խոհեմ, ավելի բանիմաց եւ ընտրությունների ժամանակ ճիշտ ընտրություն կատարեն, նվազագույնը ձայն չտալով օրվա իշխանությանը, որտեղ օրվա իշխանությունը իր վերջի կառավարման 5 տարիների ընթացքում ձախողեց եւ արտաքին քաղաքականությունը եւ ձախողեց եւ ներքին քաղաքականությունը։ Դրա վառ օրինակը եւս մեկ անգամ կրկնում եմ, պետական կառավարության արտաքին եւ ներքին պարտքն է, դրա վառ օրինակը մեր ազգաբնակչության կենսամակարդակի նվազումն է, դրա վառ օրինակը, որ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 200,000-ից ավել գործազուրկներ կան, դրա վառ օրինակը, որ ունենք դեռ նպաստառումներ, դրա վառ օրինակը, որ մենք ունենք առհասարակ այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիում անորոշություն է ձևավորվել ապագայի նկատմամբ, որքան էլ կառավարությունը թմկահարում է, մենք գնում ենք խաղաղության, մենք գնում ենք համերաշխության, Հայաստանի Հանրապետությունը տեսեք արդեն Ադրբեջանի տարածքով ապրանք է ներմուծում, Հայաստանի Հանրապետությունը շուտով ապրանքներ կարտահանի Ադրբեջան, ճիշտ ասած դա տնտեսական շղարշ է, որին ես դուրս չեմ Կխոսենք այդ մասին քիչ անց կխոսենք, պարոն Մարտիրոսյան, այսինքն դուք արձանագրում եք հետևյալ փաստը, որ տրվել են բազմաթիվ խոստումներ, բայց մենք ոչ միայն խոստումները չեն կատարվել, այլ գնալով ավելի վատացել է մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Ես այս խոստումների առումով կուզեմ մի փաստ հիշենք։ Ընդամենը ամիսներ առաջ էր 2025 թվական օգոստոսին, ես հիմա ուղղակիորեն մեջ բերեմ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքը, որը վերաբերվում է թոշակներին։ Ասում էր, հետո էլ ասում են թոշակը չի բարձրացել, 7 տարում 5 անգամ
թոշակ ենք բարձրացրել։ Դե հիմա ասեք, որ թոշակը չենք բարձրացրել։ Օգոստոսին նա խոսում էր այն մասին, որ թոշակներ դեռ բարձրանալու են, հույսեր էր տալիս ժողովրդին, իսկ ընդամենը վերջերս խորհրդարանում նա ահա թե ինչ արձանագրում արեց, նորից անդրադառնալով թոշակների խնդրին, թե 63 տարեկանը ինչ թոշակ առու։ Այսինքն նա արդեն շեմը բարձրացնում է տարիքի, որ เป զի մարդկանց թոշակ չտա եւ մի բան էլ ասում է մենք նրանք պիտի բիզնեսով զբաղվեն։ Հիմա ես կխնդրեմ ձեզ թոշակառուներին տրված խոստումների եւ չկատարման մասին եւս հիմա խոսեք, որտեղ բազմաթիվ թոշակառուներ, իդեպ ասեմ, պարոն Մարտիրոսյան, նաեւ հիմա առիթից օգտվելով պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ, որովհետեւ մեր հերոստատիտողները գրել էին ինձ նաև նամակով եւ շնորհակալություն են հայտնում ձեզանից, որ դուք մշտապես թոշակառուների հետ կապված խնդրին անդրադառնում եք սոցիալական, տնտեսական այդ խնդիրներին եւ նաև ուզում են հասկանալ ձեր վերլուծությամբ, թե իրականում ինչ է կատարվում։ Եվ ուրեմն թոշակներ, խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ հարցադրման համար, Տիկին Սիմոնյան, ես ինքս անձնական բավականին մեծ նամակներ եմ ստանում մեր ազգաբնակչությունից, հատկապես ծերունական թոշակառուներից եւ հաշվանդամություն ունեցող թոշակառուների։ Եվ շատ արդիական է այսօր։ Այո, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կանխատեսում եմ, որ 26 թիվը նախընտրական տարի է, այսօրվա կառավարությունը կփորձի թոշակի բարձրացում իրականացնել, բայց գնացին իրենք ավելի այսպես խորամանկ ճանապարհով եւ 12% ետ վերադարձի օրենքը 26 թվականի հունվարի 1-ից դառնալու է 20% ետ վերադարձի օրենք։ Դա մեծագույն խապկանք է, որովհետեւ արժեվում ընտրություններ են եւ ձայների կորզման խնդիր ունի այսօրվա իշխանությունը։ Դա մեծագույն խապկանք է միանշանակ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության, այո, ես եւս մեկ անգամ կրկնում եմ, թոշակառուների տարիքային շեմը բարձրացվելու է, եթե ոչ 26 թվականին, չի բացառվում 27 թվականին, ելնելով Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիկ պատկերից, ժողովրդագրական, ելնելով Հայաստանի Հանրապետության արտագաղթի գործոնով եւ պետական բյուջեի կառուցվածքից եւ անարդյունավետ կառավարումից եւ կառավարության տարեստարի ահագնացող պետական արտաքին եւ ներքին պարտքից, որը սպառնում է մեր տնտեսության անվտանգությանը, հետեւաբար մեր ազգային անվտանգությանը։ Այո, մեր թոշակառուները գրեթե 600,000-ն են, մեր ազգաբնակչության 20 եւ ավելի տոկոսն են կազմում եւ մեծագույն խնդիր է առաջացել կառավարության առջև, թե ինչպես կարելի է թոշակառուներին հրամցնել այն օրենքը, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու։ Նախ եկեք հասկանանք, որ այդ 20% ետ վերադարձի մեջ չի մտնում կոմունալ վճարումները, հանրային տրանսպորտից օգտվելը, տարաբնույթ գնումներ իրականացնելը, միայն մտնում է բացառապես դեղորայք ձեռք բերելը եւ մտնում է բացառապես հանրային խանութներից կանխիկ գնումներ անելը։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում թոշակառուները հիմնականում եւ կանխիկ գնումներ են անում եւ անկախի գնումներ են անում եւ եկեք չմոռանանք, որ մեր թոշակառուները միայն Երևան քաղաքում չեն կենտրոնացած եւ խոշոր սուպերմարկետների մոտ չեն կենտրոնացած որպես բնակեցման վայր, նրանք ապրում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով եւ Հայաստանի Հանրապետության հանրային առևտրի կետերից միայն կարող են նման ծառայություններ տրամադրել մեր թոշակառուներին, որպեսզի անկախի գնումների արդյունքում որոշակի գումար ետ վերադարձի տեսքով լինի, դա խոշոր սուպերմարկետներ են։ Իսկ մեր թոշակառուների զգալի մասը ապրում են Հայաստանի գյուղաբնակ տարածքներում, փոքր համայնքներում, որտեղ կան բակային խանութներ եւ այդ հնարավորությունը չկա նման բան իրականացնելու համար, այսպես գնումներ անել, ՀԴՄ, հետ վերադարձ եւ եկեք չմոռանանք, որ մեր թոշակառուներին պարտադրում են անկախի գնումներ անել, իսկ անկախի գնումներ հնարավոր չի անել բացառապես, դա աբսուրդ է։ Հետևաբար միայն ըստ Բաբկեն Թունյանի եւ Արսեն Թորոսյանի 12% ետ վերադարձի օրենքից 25 թվականի մասին է խոսքը, օգտվել է շուրջ 360,000 թոշակառուներ, ներողություն, բայց 250,000 թոշակառուները, հետևաբար այն թոշակը, որը ստանում են, շարունակել են ստանալ, բայց
ապրանքների գների աճը անդրադառնում է բոլոր թոշակառուների գնողունակության վրա, մատուցվող ծառայությունների գների աճը, մատուցվող բոլոր թոշակառուները, հետևաբար խտրականություն է այս օրենքը, մեծագույն խաբկանք է եւ չարիք է մեր թոշակառուների համար, որտեղ այն արդյունավետ չի, ոչ բոլոր թոշակառուների վրա է այն ազդում այնքանով, որ ոչ բոլոր թոշակառուները կարող են իրենց թույլ տալ իրենց ստացած թոշակի 99% անկանխի գնումներ անել, հետևաբար հարց է առաջանում, եթե նվազագույն թոշակը 36,000 դրամ է եւ միջին թոշակը 47,000 դրամ է, հանելով կոմունալ ծախսերը, հանելով չնախատեսված ծախսերը, որը կանխիկ գնումներով պետք է կատարվեն, այնտեղ մնում է մի փոքրիկ չնչին գումար, այդ գումարի ետ վերադարձը չի կարող ծածկել այն գնաճը, որը ահագնանում է մեր տնտեսությունում եւ թոշակառուն չի կարող այդ ետ վերադարձի օրենքից օգտվելով անգամ իսկ ապահովել իր արժանապատիվ գոյությունը, չեմ ասում ապրել, այլ գոնե գոյությունը, այո, մեր կառավարությունը շատ լավ կլիներ, որ ոչ թե այս վերադարձի օրենքը առաջնային պլան մղել, այլ լավ կլիներ, որ գոնե նվազագույն թոշակի շեմը բարձրացվեր եւ առհասարակ թոշակառուներին, այո, թոշակը բարձրացել, գոնե նվազագույնը 3%-ով, 5%-ով, 10%-ով, այն որ երկրի վարչապետն ասում է 10,000 դրամ ամբիոնից թիվ 1 երկրի, ասում է 10,000 դրամ տամ, ինչ եք անելու, ինչպես եք ծախսելու, Պարոն Փաշինյան, դա ձեր խելքի բանը չի, թե ինչպես պետք է ծախսել, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր համեստ միջոցներով, նա մանավանդ թոշակառուները, նպաստառուները, այնպիսի գրագետ գնումներ են անում, որ գոնե սովից չմահանան եւ այդ 10,000 դրամ այն գումարը չի, որ մեր թոշակառուն խելքը պտտվի եւ չիմանա ինչպես ծախսի, այդ ձեր падգամավորների խելքն է պտտվում, որ 3 միլիոն եւ ավելի պարգևավճար է ստացել եւ շոկի մեջ են հայտնվել թե դիմադիր թե դիմադիր падգամավորները խորհրդարան, այն նրանց խորհուրդ տվեք, թե ինչպես պետք է 3 միլիոնը ծախսեն, թե ինչպես կծախսեն թոշակառուները իրենց թոշակը, վստահեցնում եմ ձեզ, որ մտնեք հանրային խանութներ, բակային խանութներ, կրպակներ, տեսեք թե թոշակառուները ինչպես են նայում իրենց գումարի պարունակությունը, ներողություն մեկ վառ օրինակ City հանրախանութում մի տարեսկին ինձ խնդրեց ես իր բանկային հաշիվը տեսնեմ եւ բանկային հաշվի վրա 0 է եւ այդ կինը փորձում է գնումներ կատարել, դուք հասկանում եք մեր թոշակառուները ինչ ծանր պայմաններում են ապրում, այո, Հայաստանի Հանրապետության կառավարության ապիկար տնտեսական քաղաքականության արդյունքում մեր կենսաթոշակառուների ապրելակերպը նվազել է, ցածրացել է, նրանք էլ ավելի վատ են ապրում, քան ապրում էին 24 թվին, քան ապրում էին 23 թվականին, որովհետև իրականում, որ ասում է 5-ից 7 անգամ թոշակը բարձրացել եմ, այդ դեպքում հարց է առաջանում, ինչպես եղավ, որ 36,000 դրամ նվազագույն թոշակն է, եւ միջին թոշակը 47,000 դրամն է, Առողջտրամաբանության մեջ չի մտնում, թե ինչպես կարող է մարդ 36,000 դրամով 30 օր ապրել կամ 47,000 դրամով 30 օր ապրել, այո, կան թոշակառուներ, որոնք ավելի բարձր թոշակ են ստանում, բայց ընդհանուր թոշակառուների 600,000-ի թիվը որ վերցնենք, ճնշող մեծամասնությունը գոյապայքարի է յուրաքանչյուր այսօր ապրանքի գների թանկացման արդյունքում եւ 26 թիվը ավելի վատ կանխատեսումներով տարի է լինելու վստահեցնում ձեզ Տիկին Սիմոնյան Հայաստանի Հանրապետության ոչ միայն մեր տարեց թոշակառուների մեր նպաստառուների համար այլ առհասարակ ազգաբնակչության համար իրենց գնողունակության համար եւ ինչպես ասեց Տիկին Իտալիայի վարչապետը ժողովրդին դիմելով, Ջորջիա Մելոնին, նա ասեց 25 թվին մենք վատ ենք ապրել, բայց 26 թվին ավելի վատ ենք ապրել, այ որ երբ որ մեր երկրի վարչապետը անկեղծ լինի իրապես իր ժողովրդին եւ ասի Նիկոլ Փաշինյանը, մենք 25 թվին մեր կանխատեսումներով ավելի վատ ցուցանիշներ ենք արձանագրել եւ ավելի վատ ցուցանիշներ արձանագրել ենք 26 թվականին, գոնե մեկ անգամ կարող ենք ասել, որ այս անձնավորությունը անկեղծ ծածավ գետ մեկ անգամ իր քաղաքացիներին եւ իր ընտրողներին միայն տնտեսական ցուցանիշներով 25 թվականին Տիկին Սիմոնյան
Հայաստանի Հանրապետության արտահանման ծավալները նվազել են 48.8%-ով, ներմուծման ծավալները նվազել են շուրջ 38%-ով։ Դա խոսում է այն բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության գնողունակությունը նվազել է, հետևաբար մենք չենք կարող ներմուծել ավելին, քան 25-24 թվականին եւ չենք կարողացել արտահանել ավելին, քան 24 թվականին, որտեղ արտադրության ոլորտում նույնպես անկման միտումներ ենք արձանագրել։ Ծնելիության ոլորտը, հա, մեր ազգաբնակչությունը միայն 24-23 թվականին 24 թվականին ավելի քիչ երեխա է ծնվել, քան 23 թվականին 4.8%-ով, 25 թվականին ավելի քիչ երեխա է ծնվել, քան 24 թվականին շուրջ 3.8%-ով։ Մենք կանգնած ենք դեմոգրաֆիկ աղետի առջև։ Մեր ազգաբնակչությունը ծերացող ազգաբնակչություն է արդեն իսկ։ Մեր ազգաբնակչությունը 25-26-27 թվականին, այո, արդեն Հայաստանի Հանրապետությունում արձանագրվելու է դեպոպուլյացիա։ Դա այն է, որ բնակչություն մեր երկրում ավելի շատ մահերի թիվն է արձանագրվելու, քան ծնելիության։ Հետևաբար մեզ պետք են այնպիսի իշխանություններ, որ ճիշտ տնտեսական քաղաքականություն մշակեն եւ իրականացնեն, թե արտաքին, թե ներքին, որ մեր ազգաբնակչությունը գոնե կարողանա այս գահավիժումը կանգնեցնել եւ աստիճանաբար դանդաղ քայլ առ քայլ գնանք մեր տնտեսության առողջացման, մեր ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման։ Միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ 18 թվականից մինչև 25 թվականը երկրում աշխատատեղեր է ստեղծել 230,000 մարդ, հարց է առաջանում, եթե դուք 230,000 աշխատատեղ եք ստեղծել, այդ դեպքում ինչու է գործազրկությունը ըստ պաշտոնական տվյալների 23%, եթե դուք 230,000 աշխատատեղ եք բացել, ապա ինչու են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառուների նվազագույն թոշակը 36,000, միջինը 47,000, եթե դուք 230,000 աշխատատեղ եք բացել, ապա ինչու են հնդիկ միգրանտները աշխատում Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտում, եթե դուք 230,000 աշխատատեղ եք բացել, ապա ինչու է Հայաստանում արտագաղթը այս տարի ավելին արձանագրվել, քան նախորդ տարի, զբոսաշրջիկների թիվը նվազել է, քան նախորդ տարի։ Տրամաբանական չի Նիկոլ Փաշինյանի տնտեսական այն մեջբերումները, այն տնտեսական ցուցանիշները եւ թվերը, որովհետեւ իրականությանը չի համապատասխանում։ Ես չգիտեմ այդ մարդիկ ինչպիսի ասենք տնտեսական թվեր են վերցրել, վիճակագրական կոմիտեն միանշանակ թվերը նկարում է, որքանով փորձում են վիճակագրական կոմիտեի տնտեսական ցուցանիշները վերցնենք նայենք, օբյեկտիվորեն որոշակիորեն բաներ կան, այո, ներմուծման արտահանման նվազում ենք ունեցել, արտադրության ոլորտում նվազում ենք ունեցել, մի փոքր տնտեսական աճ կամ ասենք այդ ոլորտային աճ շինարարության ոլորտում է եղել, շուրջ 6% գյուղատնտեսության ոլորտում, բայց դա չի կարող ընդհանուր պատկերը նկարագրել այն աղետալի, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության առջև է կանգնած։ Այո, սիրելի թոշակառուներ, խոնարհվում եմ ձեր առջև, մեր ազգաբնակչության տարեց ազգաբնակչություն, որը մեր բնակչության շուրջ 20 եւ ավելի տոկոսն է կազմում։ 2026 թվականի հունվարի 1-ին ձեր թոշակները չեն բարձրանալու։ Ես բազմաթիվ թոշակառուների հետ եմ շփվում, խոսում, մեծ մասի մոտ այն ակնկալիքն է, թյուր ակնկալիքն է, որ Նիկոլ Փաշինյանը 20%-ով ձեր թոշակները բարձրացրել են։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը ձեր թոշակները 20%-ով չի բարձրացրել։ Պարզապես 12% յետ վերադարձի, փոխարեն 20% յետ վերադարձը լինել, 8%-ով ավելացրել են դա, բայց ոչ բոլորը եք կարողանալու օգտվել դրանից օբյեկտիվ պատճառներով եւ անհնարինության պատճառներով, որտեղ չեք կարող ձեր թոշակի վերջի 10 դրամով անկախի գնումներ անեք, որպեսզի կարողանաք մի քանի հազար դրամ օգտվեք։ Նաեւ այդ օրենքի թերացումներից մեկը նա է Տիկին Սիմոնյան, որ նրանք նշում են 20% յետ վերադարձ, եթե պայմանական մի թոշակառու, որի թոշակը 80,000 կամ 100,000 դրամ է, իսկ առավելագույն յետ վերադարձը 10,000 դրամ է, եթե 100,000 դրամ թոշակ ստացողը
100,000 դրամի անկախի գնում է անում, ըստ տրամաբանության 20%-ը 100,000-ի անում է 20,000 դրամ։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու եք 10,000 դրամ բարձրացնում 20,000 դրամի փոխարեն։ Եվ միայն այն, որ հունվարի 1-ից նախընտրական տարվա շեմին մեր կառավարությունը թոշակառուների թոշակը չի բարձրացնում, ֆիքսված, անվանական, դա բխում է եւ այն տրամաբանության ենք հանգում, որ մեր պետական բյուջեում ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք իրականում եւ մեր պետական բյուջեում հարկերի հավաքագրումը օրեցօր ավելի ծանր բեռ է լինում մեր հարկային եւ մաքսային մարմինների վրա։ Եվ այն արտաքին պարտքը, որը արդեն կառավարելիության վերահսկողությունից դուրս է եկել իրականում, եւ այն պարտքը, որը դեռ պետք է վերցնենք 26 թվականին, չի կարող դրական անդրադառնալ ազգաբնակչության վրա, առավել եւս մեր կենսաթոշակառուների վրա։ Շատ լավ, ես շատ շնորհակալ եմ, դուք շատ փաստերով հստակ հիմնավորված ներկայացրեցիք այն իրողությունը, որը շատ ցավալի եւ մտահոգիչ է։ Եվ ես ընթացքում, պարոն Մարտիրոսյան, մտածում էի, բա Հանրապետության նախագահն ասում էր, մեր երկրում լիքը փող կա, մենք փողի խնդիր չունենք, չէ՞, այդպես էր ասում։ Բա որ Այո, փողի խնդիր չունեն, ինչու չեն բարձրացնում մեր թոշակառուների թոշակները։ Դա կարող է, չէ՞ դա անել։ Դուք համարում եք դա ապիկար իշխանության վատ քաղաքականության հետևանք, հա։ Գուցե այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա։ Ես հիմա ուզում եմ ձեզ նաև հետևյալ հարցադրումս հետևյալ ուղղությամբ եմ ուզում տանել։ Այս իշխանությունը հիշում եք 2018-ին եկավ խոստանում էր կոռուպցիան թալանը վերացնել, պատժել բոլոր կոռուպցիոներներին, բայց փաստերը ցույց են տալիս, միայն եթե հիմնվենք լրատվամիջոցների հրապարակած փաստերի վրա, զարուրելի կոռումպացված են սրանք, ավելի քան նախկիններն են։ Հիմա նախկիններին ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր падգամավոր խորհրդարանում երկար ճառ էր ասում ու քննադատում էր։ Բայց այսօր կատարում է բոլորովին մեկ այլ բան։ Ես որպես տնտեսագետ կուզեմ դուք անդրադառնաք այդ խնդրին։ Կոռուպցիան հիմա ինչ երանգ է ստացել։ Շատ հաճախ են ասում, որ սա շատ խորքային, հիմա մենք շատ ավելի վտանգավոր կոռուպցիոն դրսևորումների հետ գործ ունենք։ Եվ փաստորեն այս մարդը հենց այդ խոստումը, որ տվել է 7 տարի առաջ, ամենամեծ եւ ամենակարևոր խոստումներից մեկը Արցախյան խնդրի հետ մեկտեղ նա չկատարեց։ Երկիրը մեր կոռուպցիայի մեջ թաթախված է, հետևաբար դրանից տուժում ենք բոլորս եւ բնականաբար նաեւ մեր սոցիալական են խավերը, այդ թվում նաեւ եւ թոշակառուները եւ հաշմանդամները։ Այս խնդրին կխնդրեմ անդրադառնաք, հա, կոռուպցիոն դրսևորումներ, կոռուպցիոն երևույթներ, խնդրեմ։ շնորհակալություն Տիկին Սիմոնյան հարցադրման համար։ Այո, Վագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության նախագահ, որը գտնվում էր Սյունիքում, ասեց, որ մենք փողի խնդիր չունենք, բյուջեում փող կա։ Պարոն Վագն Խաչատուրյան, միայն այն, որ ձեր աշխատավարձը կամ նախագահի ապարատը պահպանելու համար բավականին լուրջ գումարներ է ծախսվում հարկատուների հաշվին եւ ձեր ապարատը ձեր գլխավորության իմ համար համենայն դեպս անիմաստ անպեկ ապարատ է, այո, նախագահան Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է այդ ինստիտուտը, ոչ թե դուք, իսեր Աստծո, բայց ձեր ստանձնած պաշտոնը եւ սահմանադրությամբ ձեզ տված լիազորությունները դուք 99%-ով չեք կատարում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ պետք է դադարած լիներ վաղուց։ Վագն Խաչատուրյանին մի կողմ դրին, չեմ ուզում առհասարակ այդ մարդուն անդրադառնամ կամ նրա զառանցանքին։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, Տիկին Սիմոնյան, Հայաստանի Հանրապետությունում վստահեցնում եմ ձեզ, այս 8 տարվա կառավարման արդյունքում Նիկոլ Փաշինյանի անհամեմատ ավելին է խորացել կոռուպցիոն ռիսկերը եւ կոռուպցիոն դրսևորումները, քան 3 նախագահների օրոք կամ նախորդ իշխանությունների օրոք։ Միայն այն, որ 3 նախագահների կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, այո,
տնտեսական աճ ունեցել է, տնտեսական զարգացվածություն ունեցել է։ Իրականում այո, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ Սերժ Սարգսյանի օրոք, այո, եւ թոշակներն են բարձրացվել, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ասում են Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք թոշակները չեն բարձրացվել։ Դու գոնե գիտեիք 93 թվականին Հայաստանի Հանրապետության թոշակառուն որքան թոշակ է ստացել։ Կարող է 36,000 դրամ թոշակերը ստացել, եւ դուք հիմա եկել եք նույն 36,000 դրամ թոշակը։ Ոչ, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի կառավարության ժամանակ, Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների աճը տարեստարի արձանագրվել է։ Ներքին ներդրումների աճը տնտեսության իրական ոլորտում տարեստարի աճը արձանագրվել է։ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը էլ ավելի լավ է ապրել, քան նախորդ տարի, վստահեցնում եմ ձեզ։ Միայն այն, որ 3 նախագահների կառավարության ժամանակ Հայաստանի կառավարության արտաքին եւ ներքին պարտքը շուրջ 6 միլիարդ դոլար էր, իսկ այս իշխանությունների 7 տարվա կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին պարտքը կառավարության ավելացրել են 8 միլիարդ դոլարով, եւ մեր քաղաքացիները շարունակում են ապրել ավելի վատ, քան Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի, դրա վառ օրինակը այդ կոռուպցիոն գործոններն են, որքան էլ ասեն, որ 8 միլիարդի զենք են կարել, որքան էլ որ ասեն ասֆալտապատում են կարել, որքան էլ որ ասենք սա են կարել, նա են կարել, դա իրականությանը չի համապատասխանում։ 8 միլիարդ դոլարի եթե մենք զենք գնաց լինեինք, այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհի մակարդակում առաջատար դիրքերում կլիներ բոլոր առումներով, սա մեկ։ Երկրորդը, եթե մենք 8 միլիարդ դոլարի ասֆալտապատում արած լինեինք, վստահեցնում ձեզ Հայաստանի Հանրապետության 30,000 քառակուսի կիլոմետր ասֆալտապատված կլիներ, բայց մենք տեսնում ենք իրականում հակառակը։ Այն փողոցները, որոնք բարեկարգված են, այդ նույն փողոցները գրեթե ասֆալտապատում են, այնպես որ այս ասֆալտապատման քաղաքականությունը, որը հրամցնում են մեր ազգաբնակչությանը, դա իրականությանը չի համապատասխանում այնքանով, որքան որ իրենք են ներկայացնում։ Ինչ վերաբերվում է այս իշխանությունների 8 տարվա կառավարման արդյունքը, միայն 3 նախագահների կառավարման ժամանակ Հայաստանի Արցախի Հանրապետությունը հայկական է, դրանից ավելի արժեքավոր բան Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի համար չէր կարող լինել, եւ Արցախի կորուստով հանդերձ պետական արտաքին եւ ներքին պարտքի կրկնապատկման արդյունքում, եւ եթե այս իշխանությունը ոչ ատասված այդպիսի բան չլինի, 26 թվականին վերընտրվեց, մեր արտաքին եւ ներքին կառավարության պարտքը եռապատկվելու եւ քառապատկվելու է։ Հայաստանի Հանրապետությունը չունի այն ռեսուրսը մարդկային եւ տնտեսական, արդեն իսկ որտեղ 7 տարի մսխեց այդ ժամանակը, չունի այդ ռեսուրսը, որ մինչեւ 2031 թվականը դիմակայի արտաքին եւ ներքին քաղաքական, տնտեսական, անվտանգային մարտահրավերների եւ կոռուպցիոն ռիսկերի վառ օրինակ արդարադատության նախարարին լրագրողը հարց է տալիս, նա ասում է, իսկ ներողություն 200,000 դոլարանոց բնակարան ինչու պետք է չունենամ, ես լավ կրթված եմ, իսեր ասու, որքան ուզում ես կրթված եղի, իսեր ասու 200,000 դոլարանոց բնակարան ունեցի, բայց հարց է առաջանում, եթե դուք պաշտոնավարում եք եւ աշխատավարձ եք ստանում, ինչպես եղավ, որ Նիկոլ Փաշինյանի բարձրաստիճան պաշտոնյաները 4, 5, 6, 7 տարվա ընթացքում այնպիսի աշխատավարձ ստացան, այնպիսի եկամուտներ գեներացվեցին, որ առաջնային շուկայից կարողանում են բարձրարժեք բնակարաններ ձեռք բերել, այն էլ մի քանի հատ, որտեղից ձեզ այդ կանխավճարները, որտեղից եք կարողանում այդ ձեր 1-1.5 միլիոն դրամ ամսական աշխատավարձով եւ ձեր ընտանիքի կենցաղավարությունը ապահովեք եւ այդ ամսական հիփոթեքի մարումներ իրականացրեք։ Հետեւաբար հարց է առաջանում. Եթե այս մարդիկ կարողանում են իրենց նման շռայլություններ թույլ տալ, բնակարաններ ձեռք բերել, շքեղ մեքենաներ ձեռք բերել, վստահ եմ, որ թանկարժեք մետաղներ եւ քարեր են ձեռք բերում, բանկերում հաշվի համարներ են ունենում, խնայողություններ են կարողանում կուտակել, այստեղ հարց է առաջանում. Եթե կոռուպցիա չկա Հայաստանի Հանրապետությունում,
Աշխատավարձով ինչով է կարողանում դուք այդ ամենը ստեղծել։ Այդ ինչպես եղավ որ 800,000 աշխատողները չեն կարողանում իրենց նման բան թույլ տալ։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիփոթեք վերցնում են, բայց կարողանում են մի կերպ այն սպասարկել։ Ինչպես եղավ որ այսօրվա իշխանությունները շուրջ 200-250 բարձրաստիճան պաշտոնյաները կտրուկ իրենց կյանքի որակը բարձրացավ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասի կյանքի որակը ոչ միայն այս 8 տարվա մեջ չբարձրացավ, այլ նաև նվազեց։ Դրա վառ օրինակը մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության թե գյուղաբնակ համայնքներում, թե քաղաքներում եւ առհասարակ մարզերով շրջելիս տեսնում ես թե ինչպես է աղքատության հոտը գալիս մեր երկրից։ Այո։ Դա ամոթ է։ Միայն այն անբարոյականության գագաթնակետն է, որ 2025 թվականին ազգային ժողովի падգամավորները 3 միլիոն դրամ պարգևավճար են ստանում եւ նրանք զարմացած են, վայ մենք չգիտեինք այս գումարը, վայ մենք երկու անգամ տեսանք, որ այդ գումարը նստել է մեր հաշվեհամարների վրա։ Այստեղ հարց է առաջանում։ Եթե ազգային ժողովը կարողանում է 320 միլիոն դրամ պարգևավճար տալ 107 падգամավոր, եթե դեռ սխալվում 107 падգամավոր է, ել չեմ ասում մյուս պետական կառավարման ապարատերին, վարչակառավարության ապարատը, նախագահի ապարատը, ներքին ուժային կառույցների ապարատը, որոնք վստահ են, որ բոլ պարգևավճարներ են ստացել։ Այստեղ հարց է առաջանում, եթե այդ պարգևավճարները դուք ի վիճակի եք տալ, ապա ինչու դուք ի վիճակի չեք, այո, թոշակառուների թոշակները բարձրացնեք։ Ես ինքս գտնում եմ, որ մեր պետական բյուջեում ֆինանսական լուրջ խնդիրներ կան, որովհետև անարդյունավետ են կառավարում եւ մեր տնտեսությունում գնալով անկում է արձանագրում, հետեւաբար հարկային եկամուտները նվազում են, բայց եթե մենք կարողանանք պետական այնպիսի քաղաքականություն իրականացնենք, պետական անարդյունավետ ծախսերը կրճատենք, պետական ուռճացված ապարատը կրճատենք, մենք կկարողանանք այո, մեր թոշակառուների թոշակները բարձրացնենք, մենք կկարողանանք մեր նպաստառուների նպաստները բարձրացնենք։ Եթե կա նվազագույն աշխատավարձ, նվազագույն թոշակ հասկացությունը, որը մեր երկրի վարչապետը պարբերաբար շեշտում է, Տիկին Սիմոնյան, նվազագույն թոշակը 36,000 է, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։ Ապա այդ դեպքում այս մի հարցում էլ աննախադեպ եղեք, պատմական եղեք, ռեկորդային եղեք, աշխարհում, ասենք, ժողովրդավարության բաստիոն եղեք եւ բարի կամ դրսևորեք եւ տնտեսագիտորեն այո ամրագրեք դա, որ Հայաստանի Հանրապետությունում պետական աշխատողների առավելագույն աշխատավարձը թող լինի 600,000 դրամ եւ նվազագույն աշխատավարձը լինի 100,000 դրամ պետական կառավարման ապարատի մասին է խոսքը, որը բյուջեից է սնվում աշխատավարձի տեսքով։ Այո, շատ կարևոր տնտեսական քայլ կլինի։ Թող շեշտեմ, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնում ենք 100,000 դրամ, առավելագույն աշխատավարձը 500,000 դրամ կամ 600,000 դրամ։ Իդեմս ազգային ժողովի նախագահ, երկրի վարչապետը եւ երկրի նախագահ, սահմանադրական դատարանի նախագահ թող ստանան առավելագույնը 600,000 դրամ, այլ ոչ թե միլիոնների աշխատավարձ։ Տեսեք ինչպեսի գումարներ կգեներացնեն պետական բյուջեում խնայողությունների տեսքով եւ թող սահմանեն նվազագույն թոշակը 50,000 դրամ, առավելագույն թոշակը 200,000 դրամ։ Այո, կամ նախկինում եւ ներկայում բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ստանում են անհամեմատ ավելի բարձր թոշակ, քան ազգաբնակչության թոշակառուների զգալի մասը։ Հետևաբար եկեք այդտեղ էլ սահմանափակում դնենք։ Նվազագույն թոշակը թող լինի 50,000 դրամ, առավելագույն թոշակը թող լինի 200,000 դրամ։ Ինչու չեմ շեշտում մասնավոր ոլորտը, որովհետև մասնավոր ոլորտում, ասենք, սեփականատերը, գործատունը ինքն է որոշում իր աշխատավարձի քաղաքականությունը, բայց եթե ունենք 600,000 թոշակառու, ունենք շուրջ 150-ից 200,000 պետական ապարատ աշխատողների, եկեք սահմանենք թոշակառուների համար նվազագույն թոշակ, առավելագույն թոշակ եւ եկեք սահմանենք պետական կառույցներում աշխատողների համար նվազագույն աշխատավարձ եւ առավելագույն աշխատավարձ։ Դուք տեսեք Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի տնտեսական դրական ազդեցություն կլինի եւ այո, մեր թոշակները կարող ենք բարձրացնել։
Եղավ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ, շատ հիմնավոր ներկայացրեցիք, մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին, իսկ եւս մի քանի հարց ունեմ, ուզում եմ հնարավորինս այսպես մի քիչ հակիրճ անդրադառնանք։ Տեսեք, Այո, Փաշինյանը օրերս հայտարարեց, թե մեր նոր զարգացումներ են սպասվում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին, եւ նրա խոսքով դա կապված է թրիփ ուղու այդ նախագծի այլևս գործնական հարթության մեջ իրագործման իրականացման հետ եւ այստեղ արդեն սկսել են ողջավորված խոսում են այն մասին, որ ծորեն բրինց ներմուծող Հայաստանը այլևս պատրաստ է որ արտահանի համապատասխան ապրանքներ դեպի նաեւ Ադրբեջան։ Ասեմ միանգամից, որ Ադրբեջանից էլ լսեցինք արձագանք, հա, որ այո, արտաքին գործերի նախարարն էր իդեպ ասում էր Բայրամովը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական արտադրանքի առևտրից բացի այլ ոլորտներում հնարավոր է առևտուր եւ հիմա պետք է մենք հասկանանք, տեսեք, գուցե սա նախընտրական ինչ որ մի այսպես լավ քայլ կլինի, որտեղ մեր ժողովուրդը երկար ժամանակ, պարոն Մարտիրոսյան, դուք շատ լավ գիտեք, այսպես սպասումներ ունի, ակնկալիքներ ունի, այս սահմանները կբացվեն, այ գները կիջնեն, այ գյուղատնտեսական ապրանքը կհոսի Հայաստան, Թուրք եւ ադրբեջանական ապրանքը եւ գների բավական նվազեցում կլինի։ Հիմա որպես տնտեսագետ ձեր կարծիքով ել եք իհարկե այս մասին խոսել, բայց եթե սա լինում է, մեր տնտեսությունը ինչ վիճակում է հայտնվում, իդեպ թուրքական, ադրբեջանական կողմը ասել է, մենք օրինակ ակնկալում ենք կոնյակը հայկական ունենալ ներկրել Հայաստանից եւ կարծեմ ծխախոտ եւ գյուղատնտեսական ապրանքներ։ Այսինքն ստացվում է մեր գյուղատնտեսական ապրանքը կտանեն, տեղը կբերեն կասկածելի բովանդակության թուրք-ադրբեջանական պոմիդոր եւ վարունգ, այստեղ էլ սննդի անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ մենք ունենանք, բայց որպես տնտեսագետ, հա, ես խնդրում եմ մի հատ եկեք հասկանանք, նախ իրականում թույլ կտա Ադրբեջանը, որ Հայաստանից որոշակի ապրանքներ գնան իր երկիր, հա, ներմուծի Ադրբեջանը հայկական ապրանքներ, եւ մյուս կողմից մենք ունենք այդ արտադրանքը, որը կհետաքրքրի այդ շուկային, կլինի մրցունակ եւ այլն եւ այլն։ Այս խնդիրներին կուզեմ անդրադառնալ, որովհետև քպեական իշխանությունը դարձյալ սկսել է ոգևորված խոսել, տեսակ ճանապարհները բացեցինք, ի վերջո համ ցորեն բերեցինք, համ ինչ էր բենզին բերեցինք, ներկրեցինք մակամտել, Ադրբեջանով, այո։ վերջացավ, հաստատված է այլևս խաղաղությունը։ Հիմա որպես տնտեսագետ կխնդրեմ դուք վերլուծեք այս հատվածը։ Ինչ իրողության հետ գործ ունենք, խնդրեմ։ Տիկին Սիմոնյան, շնորհակալ եմ հարցադրման համար։ Հայաստանի Հանրապետության հայ-թուրքական սահմանը եւ հայ-ադրբեջանական սահմանը վստահեցնում եմ ձեզ ոչ վաղը, ոչ հունվարի 1-ից եւ ոչ էլ մոտ ապագայում այն չի բացվելու։ Դաժե կարող եմ ասել ավելի։ Հայաստանի Հանրապետության սահմանները մեր երկու հարևան երկրների հետ կբացվի այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կորցրած կլինի իշխանությունը ամենայն պատասխանատվությամբ, ես դա հայտարարում եմ ձեր եթերով։ Սա մեկ։ Երկրորդը, հայ-թուրքական սահմանը բացվելու զուգահեռ մենք պետք է հասկանանք ամբողջական սահմանի բացում է, թե ինչ որ ճանապարհային հատված է բացվելու եւ եթե ամբողջական սահմանի բացում է լինելու եւ իրապես խաղաղություն եթե հաստատվում է, պետք է առհասարակ սահմանները բացվեն ամբողջությամբ, պարզապես սահմանապահներ պետք է լինեն, ասենք ինչ որ դեղորայք եւ այլն չհասկացնեն։ Մի խոսքով, նման սահմանապահներ են։ Այդ դեպքում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հարցը ոնց են լուծելու, որը մեր եւ Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված միջև 46 թվականը այդ պայմանագիրը ուժի մեջ է։ Հայ-ադրբեջանական սահմանը 930 կիլոմետր երկարություն ունի, ներողություն 930 կիլոմետր սահմանը, երբ որ ամբողջությամբ կբացվի, եւ հայ-թուրքական սահմանը 280 կիլոմետր կբացվի, եւ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում կծածանվի Հայաստանի Հանրապետության եռագույնը եւ պատից փակցված կլինի Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդանիշ ազգային զինանշանը, այդ ժամանակ նոր լիարժեք թե այսօրվա իշխանությունները, թե սրանց փոխարինող ապագա իշխանությունները կարող են հստակ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության, այո, դարաշրջան է մտել։ Ես կարծում եմ, որ հոգեկան հիվանդ պետք է առնվազն լինես, որ պատերազմ ցանկանաս,
փակ սահմաններ, ցանկանաս հարևան երկրների հետ։ Ոչ, իրականում եթե ուզում եք իմանալ, փակ սահմաններ այսօրվա իշխանություններն են ցանկանում ունենալ եւ իրականում այս խաղաղության կախյալ անորոշ եւ անհեթեթ բառակապակցությունները այս իշխանություններին իրականում ձեռք տալիս, վստահեցնում եմ ձեզ։ Ինչ վերաբերում է ղազախական ծորենին եւ ադրբեջանական նավթամթերքին, ասենք լոգիստիկ, հա, առումով անխոհեմ է ղազախական ծորենը Ռուսաստանով, Ադրբեջանով, Վրաստանով, Հայաստանով ներկրեցին 1000 տոննա։ Դա իհարկե ներմուծվող ընդհանուր հացահատիկի խմբականակի մեջ գրեթե 1-1.5% է եւ այնպիսի մի աղմուկ բարձրացրեցին, որ Հայաստանի Հանրապետության 70% ներկրվող հացահատիկի 70%-ը ներմուծեցին ղազախական ծորենը։ Այդ աղմուկը անիմաստ է։ Ինչ վերաբերում է նավթամթերքին, որ Ադրբեջանի նավթամթերքը ներմուծվեց Վրաստանով Հայաստան 1218 տոննա։ Միայն 2024 թվականին Հայաստանում շուրջ 500,000 տոննա նավթամթերք է ներկրվել, որի 60-ից 70%-ը Ռուսաստանի դաշտությունից։ Հետևաբար այն աղմուկը, որ բարձրացվել է, տեսեք, նավթամթերք նաև ներկրեցին, հասկացանք ներկրեցին։ Հետաքրքիր այն չի, թե ով ներկրեց, հետաքրքիրն այն է, թե որքանով է բարոյական այդ հացահատիկը եւ այդ նավթամթերքը Ադրբեջանի եւ հացահատիկը Ադրբեջանի տարածքով բերել Հայաստանի Հանրապետություն։ Ինչ վերաբերվում է մեր երկրից արտահանվող ապրանքները Վրաստան եւ Թուրքիա, վստահեցնում եմ ձեզ 30 եւ ավելի տարի իրականում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական հարաբերություններ կան, պարզապես այդ հարաբերություններն անմիջապես սահմանային նշանակություն եւ բնույթ չունեն, այլ Վրաստանի ճանապարհով է գալիս Հայաստանի Հանրապետություն եւ մենք ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան արտահանում ենք Թուրքիա։ Եվ այն, որ ենթադրյալ ապրանքատեսակներ կարող ենք արտահանել Ադրբեջան եւ Ադրբեջանից ենթադրյալ արտադրված ապրանքատեսակներ բերենք Հայաստանի Հանրապետություն, դա ժամանակը ցույց կտա։ Այն, որ այսօրվա իշխանություններն ասում են խաղաղության արդյունք է սա, ես հասկանում եմ պարզ ճշմարտություն, եթե դու հարևան երկրիդ հետ խաղաղությունը հաստատել ես եւ արդեն ասում ես աշխարհում եք, արդեն իսկ բացահայտ, բացարձակ, արձանագրված փաստ է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել եւ բնականաբար նաեւ Թուրքիայի հետ պետք է հաստատենք։ Այդ դեպքում իսկ կարող եք ասել, ինչպես է, որ 30 եւ ավելի տարի շարունակում է փակ մնալ այդ սահմանները Ղարաբաղի պատերազմի արդյունքում եւ անգամից Ղարաբաղը ձեր կառավարության ժամանակ կորցնելով անդեր, դեռ այդ սահմանները շարունակում են փակ մնալ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում Ալիև, Թրամփ, Նիկոլ Փաշինյան, այդ Թրամփի ուղի, Թրամփի ճանապարհ հասկացություն ստորագրման արդյունքում Նիկոլ Փաշինյանը թմկահարեց, որ խաղաղություն է հաստատվել, ոչ, պարզապես մի հատ հուշագիր է ստորագրվել, որ երկու կողմեր իրար հետ մի վիճեք, մի պատերազմեք, այդ ճանապարհի հարցը բերեք կարգավորեք, ովքեր են վերահսկելու, ինչպիսի կոմունիկացիոն միջոցներ են այդտեղով անցնելու եւ ոնց հասկացանք ամերիկյան գործոն առաջնահերթություն է տրված, հա, այդքան բան, այո, Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունը հաստատված չէ, խաղաղություն չկա, խաղաղություն չի կարող լինել երբևիցե, եթե քո հարևան երկրները գենետիկորեն ատում են քեզ քո տեսակը եւ չեն ցանկանում դու որպես պետություն այս տարածաշրջանում լինես, եթե Ադրբեջանի ռազմավարական անվտանգության պետական ծրագրի մեջ Հայաստանը համարվում է թշնամի երկիր, եթե խաղաղություն է հաստատվել, ինչու չի փոխվում այդ կետը, եթե խաղաղություն է հաստատվել, ինչու Ադրբեջանի սահմանադրությամբ Ադրբեջանը 18-ից 20 թվականի Ադրբեջանի իրավահաջորդն այլ ոչ թե խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, հետևաբար Ադրբեջանը սահմանադրությամբ ունի տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ նրանք դա չեն էլ թաքցնում, սա երկուս, երրորդը Թուրքիայի հետ մենք ունենք ցեղասպանության, հա, այդ ողբերգական էջը, եթե մենք պետք է ուրանանք հայոց ցեղասպանությունը եւ պահանջատիրությունը, եթե մենք պետք է մեկընդմիշտ փակենք, որ Արցախը բոլոր ժամանակներում հայկական է եղել եւ միայն դադարել է հայկական լինել եւ հայաթափված հայկական լինել, այս կառավարության օրոք եւ այս կառավարության ղեկավարը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ
Լկտիաբար ասում են, որ Արցախի էջը փակված է, դուք ժամանակավոր իշխանիկներ եք, ցավոք սրտի երկարում է օրեցօր ձեր իշխանավարությունը իր բացասական հետևանքները բերելով մեր տնտեսության, մեր ազգաբնակչության, մեր արտաքին ներքին քաղաքականության եւ մեր պետության վարկի վրա, սակայն հաջորդ իշխանությունների համար վստահեցնում եմ ձեր Արցախյան էջը ոչ միայն փակ չի լինելու, այլ բացվելու է եւ բավականին խելամիտ մտածված հաշվարկված արտաքին քաղաքականության արդյունքով այն բաց ենք պահելու այնքան ժամանակ, քանի դեռ հայանպաստ եւ պատմական արդարությունը գոնե Արցախի նկատմամբ, որը կորցրել են 3-4 տարվա ընթացքում, վերականգնելու են, ես վստահ եմ դրանում։ Ինչ վերաբերում է Արցախի ուրացումը, հայոց ցեղասպանության ուրացումը, պահանջատիրությունը, գերիները եւ այլն եւ այլն եւ այլն, ինձ նման խաղաղություն եւ նման բաց սահմաններ որպես հայ քաղաքացի պետք չէ եւ իրականում վստահեցնում ձեզ չի էլ լինելու, որքան էլ որ սրանք ցանկանան։ Ինչ վերաբերում է տնտեսական գործոնը, եթե թուրքական եւ ադրբեջան ապրանքը ազատորեն ողողեցին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկան, Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը այսօր տարեստարի անկում է ապահովում, մենք վերջնականապես Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հիմնովին արդյունաբերության ոլորտը, գյուղատնտեսության ոլորտը հիմնովին կթաղեն եւ երբևիցե չեն կարողանա վերականգնել, որտեղ դրա տնտեսական եւ մարդկային ռեսուրսը այլևս չունենք, ֆինանսական ռեսուրսը չունենք, մսխել են 7 տարվա մեջ։ Ես դեմ եմ այս պահին Ադրբեջանի տարածքով զուտ որպես քաղաքացի որևիցե մի ապրանքատեսակ ներմուծենք, առավել եւս մենք դրա կարիքը չունենք, ավելի որակյալ հացամտենք, ավելի մատչելի լոգիստիկ ճանապարհներով Ռուսաստանից ներկրել ենք եւ նավթամտենք եւ շարունակենք ներկրել։ Այո։ Թե նավթամտել, թե հացահատիկ։ Թուրքիայից այն ապրանքները, որ ներկրել ենք, այսպես թե այնպես ներկրում ենք, եւ այն ապրանքները, որ ի վիճակի ենք արտադրելու եւ արտահանում ենք Թուրքիայի շուկա, այսպես թե այնպես արտահանում ենք։ Հետեւաբար չպետք է մեր պետության շահը, մեր ազգային շահը ստորադասենք մաչելի բանջարաբոստանային կուլտուրաների համար, մաչելի նավթամթերքի համար, մաչելի շին մատերիալի համար։ Չպետք է մեր ազգային շահը ստորադասենք, եթե մենք ազգային շահը ստորադասելով գնանք մատչելի ապրանքների ձեռք բերան, իրականում այստեղ էլ տնտեսական խապկան կա, ոչ մի մատչելի էլ չի լինել, պարզապես մեր տնտեսությունը, եթե հարաբերականորեն արտադրություն ունի, եկամուտ է գեներացնում երկրի ներսում եւ արտահանման արդյունքում արտարժույթ ենք բերում, այս դեպքում միայն ողողելով հայ թուրք ադրբեջանական ապրանքներով մեր տնտեսություն եւ մեր գյուղատնտեսությունը եւ մեր արդյունաբերությունը վերջնականապես թաղելով, բայց պետք է այդ ապրանքը գնենք, մենք զարկ ենք տալու ել ավելի արտաքին եւ ներքին պարտքին, որ կարողանանք սոցիալական ծախսեր անենք, որ մեր թոշակառուները, նպաստառուները, հաշվանդամները կարողանան ապրանքներ ձեռք բերեն եւ այդ ամենը բացասական է անդրադառնալու ապրանքների եւ մատուցող ծառայությունների գների վրա։ Հետեւաբար զուր են այն խոսակցությունները, որ 26 թվականին անհամեմատ ավելի լավ է լինելու սահմանները չի բացվելու, վստահեցնում եմ ձեզ եւ մոտ ապագայում չի բացվելու որոշակի ապրանքատեսակներ քաղաքական գործոնից ելնելով, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի թուրքական տարը նպաստելու է դրան, որոշակի ապրանքներ ներմուծվելու են Ադրբեջանից, որոշակի ապրանքներ միգուցե եւ չեն բացառում արտահանվելու է Ադրբեջան, Վրաստանի ճանապարհով կամ ինչ-որ մի հատ միջանկյալ ճանապարհ կբացենք, բայց ամենաաղետալի եւ մտահոգիչ ինձ համար այն է, որ 26 թվականի հունիսի ընտրություններից հետո եթե այս չարիք դարձած իշխանությունը վերընտրվեց, մենք պետք է մտահոգվենք Սյունիքի հետ կապված, եւ պետք է մտահոգենք Գեղարքունիքի հետ կապված, եւ պետք է մտահոգենք Վայքի հետ կապված, որովհետեւ այդ տարածաշրջաններում բնակչության թվականակը գնալով նվազում է եւ արտագաղթում է եւ ներքին միգրացիայի արդյունքում գալիս են դեպի Երևան եւ այլ խոշոր շրջաններ։ Ես ավելի շատ մտահոգված եմ այդ Թրամփի ուղի հասկացությամբ, ինչպիսի խաղացողներ են այնտեղ լինելու, ինչպիսի կոնսենսիոն կառավարում է այնտեղ լինելու, այդ երկաթգծի կառուցումը, որտեղ Նիկոլ Փաշինյանը լինելով Ռուսաստանում, Վլադիմիր Պուտինին ակնարկելով կամ ներքին կուլիսային խոսակցությունների ժամանակ վստահ եմ, որ ասել է, եթե Հարավ Կովկասյան երկաթգիծը ձեզ է պատկանում, ուրեմն պետք է
կառուցեք Սյունիքի հատվածի երկաթգիծը եւ Գյումրու հատվածի երկաթգիծը, վստահ եմ, որ Վլադիմիր Պուտինն ասել է այն քաղաքականությունը, որը դու ես իրականացնում եվրոպական երկրների հետ եւ Ամերիկայի, դու մեզ հետ խորհրդակցում ես լինելով մի շարք տնտեսական եւ քաղաքական կառույցների տարածաշրջանային անդամ, դու մեզ հետ խորհրդակցում ես, որ նման ճակատագրական կամ նման տարածաշրջանային պրոյեկտների հետ կապված առանց մեզ քննարկելու գնում ես այնտեղ, քննարկումներ եք անում եւ որոշումներ եք կայացնում։ Այո, Սյունիքի հարցը մտահոգիչ է, 26 թվականի ընտրություններից հետո, եթե մենք ունեցանք որակապես նոր իշխանություն, իսկ ես կուզենայի ունենայինք որակապես նոր իշխանություն, միգուցե մեր արտաքին քաղաքականության վեկտորը փոխվի եւ ավելի կոնստրուկտիվ կառուցողական քաղաքականություն իրականացնենք, իդեմս Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները հստակեցնենք եւ ազգակործանման քաղաքականությունը կանգնեցնենք։ Ես շատ շնորհակալ եմ ձեզանից, պարոն Մարտիրոսյան, բազմաբովանդակ վերլուծության համար։ Դուք նաև ձեր վերլուծությամբ ամփոփեցիք այն բոլոր հարցերը, որ ես ընթացս պիտի տայի, այլևս հարցեր չունեմ տալու։ Ցավալի, ուղղակի պետք է արձանագրենք, որ խիստ մտահոգիչ, ցավալի իրողության առաջ են կանգնած, թե արտաքին քաղաքական դաշտում, թե ներքաղաքական եւ թե մեր սոցիալ-տնտեսական այս համակարգն է բավական լրջագույն վտանգի առաջ։ Այո, դուք շատ ճիշտ եք, եւ եթե հանկարծ 2026 թվականին վերընտրվի այս իշխանությունը, մենք իրապես լրջագույն խնդիրների առաջ կլինենք կանգնած, թե պետության գոյության առումով, թե հայ ժողովրդի ճակատագրի առումով ամբողջությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։